Ամբողջ աշխարհում կան բազմաթիվ եկեղեցիներ։ Բազմաթիվ եկեղեցիների շարքում, որ եկեղեցին է հիմնադրվել Հիսուսի կողմից։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս Հիսուսի կողմից հիմնադրված եկեղեցու անունը։ Աստծու եկեղեցուն, որ Կորինթոսում է։ Քանի որ դուք իմ հրեության մեջ եղած ժամանակ վարքի մասին լսել եք, որ Աստծու եկեղեցին չափից դուրս հալածում էի կործանում այն։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսի կողմից հիմնադրված եկեղեցու անունը Աստծո եկեղեցի է։ Ուրեմն, ինչ ճշմարտություն էր պահպանում Աստծո եկեղեցին։ Սա իմ մարմինն է, որը տրվել է ձեզ համար։ Այս բաժակը նոր ուխտն է իմ արյան մեջ, որը թափվում է ձեզ համար։ Աստծո եկեղեցին, որը հիմնադրվել է Հիսուսի կողմից, պահել է Պասեքը, հետելով նոր ուխտին։ Շաբաթվա որ օրը էր տեղի ունենում ծառայությունը Հիսուսի կողմից հիմնադրված Աստծո եկեղեցում։ Իր սովորության համաձայն շաբաթ օրը ժողովարան մտավ ու ելավ ընթերցելու։ Պողոսն իր սովորության համաձայն նրանց մոտ մտավ 3 շաբաթ օրեր նրանց հետ Սուրբ գրքից խոսեց։ Հիսուսի կողմից հիմնադրված Աստծո եկեղեցին պահեց 7-րդ օրը, հետելով նոր ուխտին։ Աստծո եկեղեցում, որը հիմնադրվել է Հիսուսի կողմից, իգական սեռի անդամները ծածկել են իրենց գլուխները քողով ծառայության ընթացքում։ Եվ ամեն կին, երբ աղոթք է անում կամ մարգարեանում է գլխապած, անպատվում է իր տիրոջը։ Աստծո եկեղեցին պահում էր Պասեքը շաբաթը, իսկ իգական սեռի անդամները ծառայության ընթացքում ծածկում էին իրենց գլուխները քողով։ Եվ ինչ ճշմարտություն էին նրանք քարոզում։ Եվ ամեն օր չէին դադարում տաճարում ու տներում ուսուցանել Հիսուս Քրիստոսի մասին ավետարանել։ Սրանով Աստծու հոգին ճանաչեք։ Ամեն հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին, մարմնով եկած Աստծուց է։ Այսպես, Հիսուսի կողմից ստեղծված Աստծո եկեղեցին քարոզում էր, որ Աստված եկել է որպես մարդ։ 2000 տարի առաջ Հիսուսի կողմից հիմնադրված Աստծո եկեղեցին նույնն է Սուրբ Հոգու դարաշրջանի Աստծո եկեղեցու հետ։ Աստծո եկեղեցին, որը պահում է նոր ուխտի շաբաթը, Զատիկը և կանանց գլխաշորի կանոնը, 2020 թվականի դրությամբ 175 երկրներում ունի 3 միլիոն գրանցված անդամ։ Դա հնարավոր է դարձել, քանի որ անդամները կիրառում են Մորսերը իրենց առօրյա կյանքում, հետևելով Հոգու և հարսնացուի ուսմունքներին, ովքեր հավերժական կյանք են տալիս։ Աստծո եկեղեցին հետևում է Աստվածաշնչի ուսմունքներին։ Թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Աստծո եկեղեցին ձեզ հետ է։